Կարծում եմ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն այժմ կարող են ձգտել շատ ավելի սերտ հարաբերությունների, որովհետեւ մենք իրականում տեսնում ենք նոր հանգամանքներ։ Տեսնում ենք Հայաստանի կողմից շատ ավելի մեծ պատրաստակամություն փորձելու, փորձարկելու, մինչեւ ուր կարող է գնալ։ Հայաստանը անցնում է հետաքրքիր ռազմավարական վերանայման միջով եւ երբ խոսում ես ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի մասին, հասկանում ես, որ հենց սա է վերանայումը։ Գիտեք, Հայաստանը Կովկասի սրտում է, կապում է հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը։ Հետևաբար Հայաստանը կարող է կարևոր ու նշանակալից դեր խաղալ տարածաշրջանի անվտանգության ձևավորման հարցում։ Սա հնարավորություն է Հայաստանի համար։ Դա պահանջում է բարեփոխումներ, աճ եւ որ պաշտպանական ենթակառուցվածքները համապատասխանեն ստանդարտներին։ Դա պահանջում է խելացի եւ զգույշ մոտեցում, ապահովելու եւ պաշտպանելու Հայաստանի շահերը եւ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանում նոր իրողություններ են, որոնց հետ Հայաստանը առնչվում է նորովի վերանայելով անվտանգային ճարտարապետությունը։ Կարևոր է, որ այս նոր իրողությունները մենք կարողանանք նաեւ բացատրել մեր գործընկերներին եւ օգտագործել այս պահը, որպեսզի հետաքան բաց թողնված պահը չլինի։ Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, թե Չեխիայից փորձագետների գնահատականներում կար միշտելով նույն շեշտադրումն է։ Այսօր առաջին մարտահրավերը արագությունն է եւ ժամանակը։ Սա Հայաստանի համար հնարավորություն է տարածաշրջանային ավելի մեծ ներկայություն ունենալու, ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերելու։ Հիմա իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունի հնարավորություն, որ ինքը վերահսկի իր արտաքին քաղաքականությունը, ոչ թե ուրիշները, ուղղակիորեն կամ տարբեր միջնորդների, մեխանիզմների, կոնֆլիկտների կամ էներգետիկ կախվածության միջոցով։ Ընդհանրապես Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը սկսվել է դեռ 1990-ականներին ու զարգացել մի քանի ձևաչափով։ Հատկանշական է, որ Հայաստանը պաշտոնապես երբեք չի հայտարարել ՆԱՏՕ-ի անդամակցության ցանկության մասին։ Այսօր էլ Հայաստանում չկան հանրային կամ քաղաքական քննարկումներ ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ, այնուամենայնիվ երկկողմ հարաբերությունների վերանայման համար ձևավորվել են առավել քան բավարար հիմքեր։ Դերևս դրանցից մեկը Հայաստանի կողմից հռչակված դիվերսիֆիկացման քաղաքականությունն է, երբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը գործընկերություն է կառուցում տարբեր նոր դերակատարների հետ, միևնույն ժամանակ զարգացնում է ռազմավարական գործընկերություն առանձին երկրների հետ։ Բացի այդ, մենք տեսնում ենք նաև Հայաստանի կողմից որդեգրված պաշտպանական նոր քաղաքականություն, այսինքն պաշտպանական ոլորտում բարեփոխումները։ ՆԱՏՕ-ից եւս կան դրական ազդակներ, դրացուցիչներից մեկն էլ այն էր, որ անցնող շաբաթ ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երրորդյա պանելային քննարկում էր բացառապես Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների ռազմավարական հնարավորությունների մասին, մեկ երկնքի տակ միավորելով ՆԱՏՕ-ի անդամ մոտ 1 տասնյակ երկրների փորձագետներին։ Լեհաստանից անկախ հետազոտող Օկտավիան Միլևսկին կարծում է, Հայաստանում շոշափելի փոփոխություններ ունենալու համար պետք է, որ Հայաստանը չլինի մեկուսացված, ինչպես նախորդ տասնամյակներին էր։ Հայաստանը կարող է դառնալ իր արտաքին քաղաքականության ավելի ինքնուրույն գործակալ հենց այդ ճանապարհների բացման շնորհիվ։ ՆԱՏՕ-ն այսօր էլ փաստացի ունի սահման Հայաստանի հետ Թուրքիայի միջոցով։ Իրականում Թուրքիան կարող է նախաձեռնող լինել եւ բացել սահմանները, այնուհետև դա կարող է նպաստել մնացած հարաբերությունների նորմալացմանը, ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլև ամբողջ Կովկասում։ Շեշտում է, գուցե Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը ավելի նպաստի նախ եւ առաջ Հայաստան-Թուրքիա կարգավորումը, բայց իրականության մեջ Թուրքիայի կառավարությունը դեռ սպասում է հակառակին, Ադրբեջանի հետ դաշնակցական կապերից ելնելով։ Փորձագետներն այս դեպքում էլի խոսում են արագությունից եւ ժամանակից։ Մենք չգիտենք, որքան երկար այս ռազմավարական հնարավորության պատուհանը բաց կլինի, միգուցե 1 տարի, 8 ամիս, գուցե 5 տարի, բայց դա պետք է օգտագործվի հենց հիմա։ Բարգավաճում լեհ փորձագետի Հայաստանի ապաշրջափակման կարճ բնորոշումն է։ Այդ ճանապարհների բացումը անմիջապես կփոխի դինամիկան հասարակությունների տնտեսության ռազմական առումով։ Եվ եթե Հայաստանն այսօր համարվում է ոչ այնքան բարենպաստ աշխարհագրությամբ երկիր, ապա եթե ճանապարհներն ու կապուղիները բացվեն, լրիվ հակառակ պատկերը կլինի աշխարհաքաղաքական, ռազմավարական առումով։ Դա կլինի դրական սցենար, հաղթանակ բոլորի համար։ Կապուղիներին վերաբերող նախագծերը նախ եւ առաջ վստահություն կառուցող միջոցառումներ են, թուրք փորձագետի գնահատականն է։ Եվ հետևաբար, եթե մեզ հաջողվի գործնականացնել այդ գիծը, ամենայն հավանականությամբ դա կարագացնի բոլոր կողմերի միջև նորմալացումը եւ կլինի բոլորովին այլ Կովկաս, որը ոչ միայն արևմուտքն ու արևելքն է կապում, այլև հյուսիսն ու հարավը։ Արդյունքում բարելաված հարաբերություններ կլինեն բոլոր կողմերի հետ, իսկ այդ ամենից միայն Հայաստանը չէ, որ շահելու է, շարունակում է թուրք փորձագետը։
Դա ծառայում է Թուրքիայի շահերին, ծառայում է Ադրբեջանի շահերին։ Հայաստանի կապուղիների ապաշրջափակմամբ կփոխվի Թուրքիայի կշիռը տարածաշրջանում, ինչին նոր չէ, որ Թուրքիան ձգտում է։ Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետի դիտարկումն է։ Հայաստանի դեպքում կարևոր գործոնը կլինեն նոր ներդրումները։ Դե իհարկե, ավելի շատ աշխատատեղեր կբերի Սյունիքի մարզում, ինչը դրական է Հայաստանի տնտեսության համար։ Հայ հասարակության մտահոգություններին ծանոթ է, համակարծիք է, արդարացված են, ասում է Ջոն Դիպիրոն։ Կան հին պատմություններ, որոնք պետք է հաղթահարվեն։ Պետք է կողմերը զիջումների գնան, որ լինի խաղաղություն։ Տնտեսական օգուտները միայն Հայաստանի համար չեն, ամերիկացի փորձագետի դիտարկմամբ Ադրբեջանը ևս պետք է շտապի։ Նրանք պետք է լրջորեն ընկալեն այն, որ իրենց շահերից է բխում խաղաղություն ունենալ Հայաստանի հետ։ Եվ իհարկե լրջորեն վերաբերվեն այն փաստին, որ երկուսն էլ ինքնիշխան պետություններ են, որոնք ունեն գոյության իրավունք եւ պետք է կարողանան վերահսկել սեփական սահմանները։ Կարծում եմ, մեր Չեխիայի եւ այլ երկրների դերը կարող է լինել ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա, որպեսզի արդյունքը լինի։ Քանի որ մենք չենք ցանկանում, որ Ադրբեջանը, նաեւ Թուրքիան խոչընդոտեն թե Հայաստանի, Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին ավելի մոտենալուն եւ թե ենթակառուցվածքների նախագծերին, որոնք կօգնեն Հայաստանին եւ մեզ։ Անդամ երկրներից բավականին լուրջ ազդակներ ենք ստանում, Եվրամիությունից լուրջ ազդակներ ենք ստանում, ՆԱՏՕ-ից գուցե մի քիչ ավելի քիչ, որովհետեւ այսօր ՆԱՏՕ-ի համար այլ նախապատվություններ կան։ Եվ սա նորմալ է, բայց հենց դրա համար պետք է ավելի շատ աշխատենք ՆԱՏՕ-ի հետ, պետք է կարողանանք ներկայացնել այս նոր իրողությունները եւ ընդհանրապես ՆԱՏՕ-ն այդպես է աշխատում, որ ինչքան ավելի շատ դու ես պատրաստ համագործակցության, այդքան նրանք են պատրաստ, նրանք չեն պարտադրում։ Մանրամասնում է Միքայել Զոլյանը։ Հայաստան-ՆԱՏՕ գործակցության դաշտում ինչպես է դիրքավորված Թուրքիան։ Խոսելով փորձագետների հետ, հետևելով Թուրքիայի պաշտոնական անձանց հայտարարություններին, տեսնում որ փոփոխություններ կան եւ Թուրքիան խոչընդոտներ չի ստեղծում, առնվազն մինչեւ հիմա չի ստեղծել ինչ-որ լուրջ խոչընդոտներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով։ Թուրք փորձագետի գնահատմամբ Հայաստանի համար կա հնարավորություն նաեւ ՆԱՏՕ-ում։ Ամենայն հավանականությամբ դա կարող է նպաստել տարածաշրջանում Հայաստանի անկախ դերակատար լինելուն, զարգացնել նոր կարողություն ու հմտություններ, ոչ միայն ռազմական, այլև ժողովրդավարական, քաղաքացիական եւ այլ, այդպիսով դառնալ դերակատար արևմտյան անվտանգության ճարտարապետության մեջ։ Բայց բացի Հայաստանի նախաձեռնողականությունից, որպեսզի արդյունքները լինեն դրական, պետք է թե ՆԱՏՕ-ն, թե ԵՄ-ն շարունակեն աշխատել այդ ուղղությամբ, չեխ փորձագետը հենց Չեխիայի օրինակով է մանրամասնում։ Դեռ կան բազմամակարդակ կախվածություններ Հայաստանում, էներգետիկայում, սննդի մատակարարման մեջ եւ տնտեսության այլ հատվածներում, եւ մենք պետք է օգնենք այդ կախվածությունները կտրելու հարցում, այնպես ինչպես օրինակ Չեխիան արեց, եւ մենք հիմա Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսները հում նավթը կամ բնական գազը ընդհանրապես չենք օգտագործում։ Դա իրագործելի է, քանի որ արդեն իսկ կա Չեխիայի իրագործված օրինակը։ Այդ հարցում բեկումային կարող են լինել Վաշինգտոնյան ստորագրությունները։ Եթե կան ամերիկյան երաշխիքներ, ֆինանսական եւ ռազմական, որ սա անվտանգ ճանապարհ է, ապա ինչու ոչ։ Թրամփի ուղին միջանցք չէ, դա կապի կարևոր ճանապարհ է։ Մեզ պետք են բազմաթիվ այլընտրանքներ, ոչ միայն մեկ ճանապարհ, որը Թրամփի ուղին է։ Պետք է ունենալ երկաթուղային, ավտոճանապարհային կապեր եւ նույնիսկ ավիաուղիներ։ Անձնապես աջակցում է թե Վաշինգտոնյան նախագծին եւ թե Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկին։ Սա ամբողջական նախագիծ է, որը Հայաստանի համար կենտրոնական դեր է ստեղծում։ Հայաստանի միջով այն կապում է Կովկասը տարբեր տարածաշրջանների հետ։ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագիծը կփոխի իրավիճակը տարածաշրջանում եւ աշխարհում։ Չեխ փորձագետը պատմում է օրերս իրենց արտգործնախարարությունում ներկայացրել են այդ նախագծի մանրամասները։ Հայաստանը շատ ընկերներ ունի, թե Չեխիայում եւ թե այլ երկրներում։ Կարծում եմ մեծ ներուժ կա։ Եթե խոսեմ Չեխիայի անունից, ապա մենք բաց ենք եւ մեծամասամբ աջակցում ենք Հայաստանին։ Չեխիայում Հայաստանի համար շատ լավ լոբբինգ կա։ Բայց հաճախ իրենց գործիքակազմը թուլանում է ոչ արտաքին խոչընդոտների պատճառով։ Հենց Հայաստանում էլ կան որոշ խոչընդոտներ, որոնք միջազգային համայնքի հետաքրքրությունը սահմանափակում են։ Եվ իհարկե չպետք է մոռանանք ռուսական ներկայության մասին Հայաստանում, ինչպես Գյումրիում տեղակայված ռազմաբազան, այնպես էլ սահմանների որոշ հատվածներ։ Վերադառնալով Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը Նարեկ Մինասյանը կարծում է ժամանակն է վերանայել երկկողմ օրակարգը, հիմքից սկսած։ Ինչից կշահի թե դաշինքը, թե Հայաստանը։ Պետք է արդեն
ընդունվի կամ Հայաստանի համար դաշինքի կողմից հաստատվի անհատապես հարմարեցված գործողությունների ծրագիրը, որը կընդգրկի առավել լայն ոլորտներ գործընկերության։ Միևնույն ժամանակ կարծում եմ ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը կարելի է խորացնել Հայաստանի դիմակայունության ամրապնդման համատեքստում։ ՆԱՏՕ-ն ունի մի շարք ծրագրեր այդ ուղղությամբ եւ բնականաբար երկկողմ գործընկերությունը կարող է շատ նպաստավոր լինել։ Հայաստանը մինչև այս էլ տարիներ շարունակ իր ներդրումն է ունեցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունների շրջանակում, բայց օրինակ պաշտպանական ոլորտում գործընկերությունը ստվերված է։ Կարծում եմ հիմա բավական ճիշտ ժամանակն է, որպեսզի այդ գործընկերությունը մղվի առաջին պլան եւ հատկապես հիմա, երբ Հայաստանը պաշտպանական ռեֆորմների փուլում է, ՆԱՏՕ-ի փորձը, գիտելիքը բավական օգտակար կարող է լինել հայկական կողմի համար։ Մեզ անհրաժեշտ է անվտանգության ոլորտի բարեփոխում իրականացնել եւ ՆԱՏՕ-ի ստանդարտները ամենաբարձր ստանդարտներն են աշխարհում եւ մենք պետք է կարողանանք համապատասխանենք այդ ստանդարտներին եւ հենց այս ոլորտում է առաջին հերթին, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարող է արդյունավետ լինել եւ դա պարտադիր չի, որ ենթադրի ՆԱՏՕ-ի անդամակցություն, հա, այսինքն կարելի է ՆԱՏՕ-ի հետ համագործակցել, այդ բարեփոխումներն իրականացնել եւ համապատասխանել ՆԱՏՕ-ի ստանդարտներին, բայց չդառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն այստեղ մենք ինչ-որ սահմանափակումներ մեր վրա չենք դնում։ Երկու տասնյակ հայ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների փորձագետների Լեհաստանում անցկացվող այս հանդիպումից մոտ 1 ամիս առաջ Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին երկրի ղեկավարներ ընդունում շեշտադրմամբ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը, ինչը նպաստում է նաեւ տարածաշրջանում անվտանգությանը։ Իրինամ Կրչյան, Սերյան Անտոնյան, Արթուր Պետրոսյան, Կիրակնորյալ լուրեր։